մենք տեսանք, որ քաղաքացիական պայմանագիր է, ներկայացրել է ծրագիր, որտեղ ծրագրային դրույթ կա հայ-առաքելական եկեղեցու առաջնորդին հերացնելու վերաբերյալ։ Այսինքն մենք ունենք սահմանադրություն, որտեղ հստակ գրված է եկեղեցու մասին, թե ինչ դերակատարում ունի եկեղեցին, տեսեք 18-րդ հոդվածը։ Պետությունը ճանաչում է հայ-առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային ինքնության պահպանման եւ մշակույթի զարգացման գործում։ Հենց նոր բանախոսը հստակ հիմնավորեց, որ եթե դու չունես մշակութային քո ինքնությունը ամրացնող ինքնիշխանություն, դու պետական ինքնիշխանությունից զրկվելու ես։ Եվ հիմա պայքարագնում այդ ինքնիշխանության դեմ, որից հետո փլուզվելու է ամեն ինչ։ Եվ քանի որ քաղաքացիական պայմանագիրը իր ծրագրում արդեն ամրագրել է, ինքը ինչ ասում, ասում է տվեք մեզ մանդատ, հենց հանկարծ այդ մանդատը ձևավորվի, ասելու է ժողովուրդը մեզ լիազորել է, որ մենք մտնենք հայ-առաքելական եկեղեցու դաշտ, տիրույթ եւ ասենք օրինակ հերացնենք կաթողիկոսին, չգիտեմ ոնց դեռ չեմ պատկերացնում ոնց, բայց մարդիկ ծրագրում գրել են։